կապը բերել ավելի վատ վիճակի։ Դրա համար մենք առաջարկում ենք հնարավորինս մեր այլընտրանքային խափանմիջոց աղագարեգին ուներ վարչական հսկողություն, որը որ կարող է լիարժեք ապահովել վերջինիս պատշաճ վարքագծը։ Շնորհակալություն պատվարժան դատարան, միանում եմ գործընկերոջից դիրքորոշմանը եւ ըստ էության միանում եմ մյուս գործընկերներից դիրքորոշումներին, որոնցից յուրաքանչյուրի դիրքորոշումը կառուցված էր նվազագույն սկզբունքի իրացման էության մեջ։ Պարզապես մի հանգամանք կա, որ պետք է ընդգծել, պարոն Ավանեսյանը սույն քրեական վարույթի շրջանակներում միականձն է նկատմամբ կիրառված է եղել ամենաինտենսիվ խափանամիջոցը կառուցել։ Եթե հիշողությունս չի դավաճանում, բոլոր այլ ներկայացների նկատմամբ նույն օրն է իրականացվել խափանամիջոցի վերաբերյալ քննությունը եւ պարոն Ավանեսյանի նկատմամբ էր, որ ընտրվեց ամենաինտենսիվը։ Կարևոր հանգամանք եմ ուզում նշել պատվարժան դատարան, ըստ էության 3 ռիսկերներ ի սկզբանե վկայակոչվել են։ 3 ռիսկերից դատարանը գտել է միայն մեկի առկայությունը, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք, բայց այն կառուցված էր բացառապես կրկին, ինչպես այլ գործընկերները վկայակոչեցին, այն տրամաբանությամբ, որ գտնվում է ամենասկզբնական փուլում քրեական վարույթը, ի տարբերություն համանման գործերից մի շարք դեպքերի, ենթադրյալ ես այդ ձևակերպումը տեղին է, որ օգտագործեն, քանի որ դեռ դատարան այն չի հետազոտել, ենթադրյալ այդ գաղտնալսումը ձայնագրությունը տաք հետքերով էր հրապարակվել, որին հաջորդել էին ինտենսիվ վարույթային գործողություններ։ Այլ դեպքեր կան, երբ ենթադրենք ձայնագրությունը իրականացվում է մարտ ամսին, բայց խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը ներկայացվում է մայիս կամ հունիս ամսին եւ այլն։ Նա ամեն դեպքում այդ իրավիճակի պայմաններում նման ռիսկ է արձանագրել։ Իդեպ, նաև հենց վկայակոչվել էր լայնածավալ քննչական գործողությունների անհրաժեշտությունը, բայց նախաքննական մարմինը ոչ իրավացի իրականության հետ առնչություն չունեցող տվյալ էր տվել դատարանին, որովհետև մենք ստացվում է այս գործով այդ ինչ աստիճան ինտենսիվ գործողություններ կային, որ հունիս ամսից դատարանի վարույթում ակնկալվում է գործը։ Ապրիլի 28-ին պարոն Ավանեսյանը կալանավորել, լավ, այս հունիս ամսից ձեր վարույթում, այսինքն նույնիսկ երկարաձգման հարց չեղավ։ Հիմա ստացվում է կամ նախաքննական մարմինը եւ իրեն հսկողություն իրականացրած դատախազությունը գտնում է, որ այդ աստիճան ինտենսիվ կարողացել են արդյունավետ գործել, բայց դեպքում ինչի համար են կալանքի հետ կապված դիրքորոշում ներկայացնում ընդհանրապես։ Կամ այն ժամանակ իրականությունը չէին ասում պատվարժան դատարան, երկու դեպքում էլ առնվազն բավարար է արձանագրելու համար, որ կալանքը պետք է վերացվի։ Պատվարժան դատարան ի տարբերություն այլ իրավիճակների, դուք ինքներդ հավաստիացել եք պարոն Ավանեսյանի պատշաճ վարքագծի մեջ։ Դուք առաջին դատական նիստը, եթե հիշողությունս չի դավաճանում, հունիսի 5-ին եք նշանակել։ Դրան հաջորդող մյուս նիստը եղել է հունիսի 25-ին, այսինքն այսօր։ Պատվարժան դատարան այս ողջ ժամանակահատվածում դուք ունենալով այլևս նույնիսկ նիստ նշանակած, հետաձգված, դուք տեսել եք պարոն Ավանեսյանի վարքագիծը։ Մենք խոսում ենք իրականում անձի կենսագրական տվյալների տեսանկյունից մեղմ ասած հպարտանալու կենսագրության մասին։ Երբ կալանավորված է եղել պատվարժան դատարան, պարոն Ավանեսյանը առաջին գործողություններից մեկը, որը կատարել էր, դա հաստատուն հայտարարել էր։ Ոչ թե ինչ-որ մեկին խոչընդոտելու, ոչ թե ինչ-որ մեկի վրա ներազդելու, ոչ թե ինչ-որ մի միջամտություն անելու, այլ իր բողոքի ձայնը բարձրաձայնել, որն էլ Աստծուն փառք շատ լավ էր, որ դադարեցրեց սև ժամկետը։ Պատվարժան դատարան գործընկերս ներկայացրեց խափանամիջոցի մի այնպիսի տեսակ, որը իսկապես ցանկացած ռիսկ կարող է զսպել։ Եթե բոլոր դեպքերում նայում ենք նաև մեղադրանքի էության մեջ, չի կարող իրավական նշանակություն չունենալ երկու կոմպոնենտ։ Առաջին կոմպոնենտ, այն որ կալանքը երբ կիրառվել էր, բոլորը խոսում են ինտենսիվ վարույթային գործողությունների մասին, որոնք չկան, եւ երկրորդը խոսում են, որ ընտրություններ կան։ Հիմա համ ինտենսիվ գործողություններն ավարտվել, համ հունիսի 7-ն էլ ժամկետային իմաստով անցած է։ Նույն օրն է քննարկվել բոլոր մեղադրյալների վերաբերյալ խափանամիջոցի հարցը, ընդ որում այն պայմաններում, երբ որ իմ վստահորդի Արթուր Իսկանդարյանի նկատմամբ հիմնավոր կասկածի հիմքով մերժվել է, մինչդեռ վարույթ իրականացնող մարմինը կալանքի հիմքում նաև արձանագրել է Ավանեսյանի մեղսագրվող ծանր հանցանքների արարքի կատարումը։ Այսինքն դա էլ է հանդիսացել հիմք, երբ որ այդ պայմաններում անձի նկատմամբ խափանամիջոցի հարց է քննարկել ու կալանք։ Խնդրում եմ նաև այդ հանգամանքը հաշվի առնել։ Այլ կարծիքներ պատվարժան դատարանում ես պարոն Սերժ
հասցել ենք Արտուր Ավանեսյանի նախնական առաջնորդությանը։ Երեստեյության գործի հիմքում միշտեր վերա և անել մեղադրողներ այսօր ասում ներկայացած, որ ոչինչ չի ավելացած, բնին ամնացել այդ ամեն ինչը։ Ես նաև գործընկերը նշեց այդ ինտենսիվության առումով ամեն ինչ վերացել է։ Քանի որ սա անկաշարք է գործը և այս անկաշարքին հասել են մտավախությունները, որոնը չզրկացել։ Այլնակ նախաքննության ժամանակ առանցին մասնակցություններ Արտուր Ավանեսյանի հետ մեկ ինչ-որ ախնալսման ճայնագրություններ, որտեղ վերջինս ստրինս այլ է այսօր լավ անում, որ մենք անցնենք լավ կնի, հողն է կնի, ջուրն է կնի, աշխատանքը ամեն ինչ և կնիչի մեր կողմից հարցադրմանը, թե իրականում սա ինչի համար, մեկ ձայնի համար, 10 ձայնի համար, ինչի համար, կնիչ պատասխանեց մեկ ձայնի համար։ Մեկ ձայնի համար Արտուր Ավանեսյանը առանց ապացույցներ հետազոտելու մասով, չեմ ասում որ ապացույցներ, բայց մեկ ձայնի համար խոստացել է հող, աշխատանք, պաշտոն և այլն։ Ինչը ցանկացած իրավիճակում դա անցնում է մեր համար էլ է զարմանալի, չունեմ մեր դատավորի համար էլ զարմանալի, որ մեկ ձայնի համար Արտուր Ավանեսյանը որտեղ ըստ այս ապացույցը հիմնադրվում է, որ այդ խոսակցությունը եղել է հայրենակցի հետ, վերջինը ծրագիր էին ներկայացնում Հայաստանի ծրագրի շրջանակներում երևույթի մասին խոսում եք ներկայացնում։ Եվ դրա համար վերցին Արտուր Ավանեսյանի կալանավորեցին աշխարհը տարածում։ Դեսի դարձի։ Նախոչի նոտելու հետ կապված հանել մեղադրող ասում եք ինքը բոլորը պահպանում։ Այս գործով գործընկերս ճիշտ ասած, ինքը շատ կանոնակությամբ վկաներ է արձակում, բայց վկայակոչված վկաներ չկան որևիցե մի վկա, որևիցե մի ցույցում տվել է, դեուղարկի չէ, արդեն կալանավորված է Արտուր Ավանեսյանը, միշտ ուղղավորված, որևիցե որևիցե մի վկայի, մի փաստաբանի միջոցով կնի, մյուս անձի միջոցով կնի, եղել է վկային ուղղորդել կանոն քննչական, ասեն այ հենց մեր օգուտ Բնականաբար չէր է, որ լինել բարոդ իրականացնում արին արդյունքապես կատենիքրացներ։ Պատվաշոն դատար, մեր համար իրականում զարմանալի է, սա պրակտիկա է, թերական գործերով դատականության ոչ մի հանրայր եղալով, ոչ մի բարոդ իրականացնում, անձի վերաբերյալ մեկ կողմեր թերական տող չի գնում որևիցե միջնորդության ուժ։ Եթե հարցնենք էլ դասան չեն պատասխանում, ասենք օրինակ Արտուր Ավանեսյանը ունի մի հատ դրական հատկանիշ, ասենք չի հայտնի չան։ Դա կճարաբեկում եթե հազարաշից որոշում չի, ասում եթե կալանավորում ես անձի, անձը բնականով տեղեկություններ ասա։ Արտուր Ավանեսյանը վերեկական սինթեզենք մեկ այլ անձ է, որ նախկինում ունի դատապարտություն, նախկինում արտավորը անձ է։ Դե սինթեզենք Այսքանը պատվաշոն դատավորը գործընկերներս բոլոր ապահով միջոցներ պատված ասեցին, բայց այն առումով եթե վիճակենք ներկայացված է միշտորտած ապահով միջոցները բավարար չի Արտուր Ավանեսյանի պատշաճ վարկերից ապահովելու համար տնային կալանքներ տնագիր, բայց սա է դեպքում, որովհետև տնային կալանքի ինտենսիվությամբ շատ քիչ է կատարվում Այսքանը շնորհակալություն։ Պատվարժան դատարան մեկ հանգամանքել է ուզում նշել, որը որոշակի իմաստով պարոն Ավանեսյանի իրավունքների խախտման մասին է վկայում, որը ինչ-որ իմաստով հենց հակակոռուպցիոն դատարանի գործողությունների արդյունքում է տեղի ունեցել, բացահայտել կոմպոնենտ։ Պարոն Գրիգորյանի կողմից երբ քննվել էր խախտման միջոցի վերաբերյալ հարցը, դատական ակտը ստացել է ըստ էության հաջորդ օրը։ Դատական ակտի դեմ վերաքննիչ գողը մուտքագրվել էր անմիջապես, բայց գործի նյութերը վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան այն աստիճան ուշ էին ուղարկվել, որ փաստացի երբ արդեն վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը քննության առարկա էր դարձրել, եւ նաեւ ընթացքը որպես այդպեսին, որ մենք զրկվեցինք հանրությունից վերաքննության կարգով խախտման միջոցի վերանայում, որովհետեւ մեր կողմից ներկայացված գողը մերժել է այն պատճառաբանությամբ, որ այլևս ձեր բարությունը Եվ իդեպ կարևոր հանգամանքն է, որ ստացվում է նախաքննական մարմինը 3 ռիսկը վկայակոչել էր, այդ 3 ռիսկից միայն մեկն է հաստատված համարում եւ դրա դեմ անհամաձայնություն չէր արտահայտվել։
Իսկ մենք գիտենք, որ այլ դատական ակտերով նույնիսկ հիմքերի դեմ բողոքներ ներկայացվում։ Բայց դեպքում դա չի եղել, եւ դրա հետևանքները պետք է վրա հասնեն։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։